Բարև ձեզ, շարունակում ենք մեր գրական դավադրությունների շարքը 191 TV YouTube-յան ալիքում ու այսօր նույնպես մարզդասել ենք երկու ստեղծագործություն այս անգամ կարելի ասել ավանդույթը խախտել ենք եւ երկուսն էլ գեղարվեստական են, չնայած երկուսն էլ կարելի է եւ գեղարվեստական համարել եւ միաժամանակ խոհ փիլիսոփայական եւ գիտական ու այդ գրքերն են վրաց գրող Օթար Ճիլաձեի ճանապարհով գնում էր մի մարդ եւ Լևոն Խեչոյանի Մհերի դրան գիրքը։ Իրականում պետք է անարդյունչել նաեւ որ Լևոն Խեչոյանն էլ է ծնվել Վրաստանում, ինքը Ջավախքից է ծնունդով։ Արմատներով։ Ու ինչի համար ենք այս երկու գիրքը առանձնացրել, զարմանալիորեն ինձ թվում է այն մարդիկ ովքեր կարդացել են այս երկու ստեղծագործությունները, բավական ընդհանուր գծեր գտել են նրանց մեջ, որովհետեւ ինձ թվում է երկուսում էլ այդ այսպես ասած կարմիր թելի պես անցնում է հայրենիքի ցավը, այդ նաև կորսված հայրենիքի կամ դեռ այն վաղվա, այսպես ասած վաղվա Հայաստանի կամ վաղվա Վրաստանի իրենց տեսլականը, հա, որ ինչպեսին են իրենք պատկերացնում կամ ինչպեսին կուզեին լինի, ինչի են պայքարել կամ իրենց գաղափարները առաջ մղել ու ինչ ունենք այսօր։ Արի սկսենք ինձ թվում է Լևոն Խեչոյանով։ Արտադիր պետք է Լևոն Խեչոյանով սկսել, որովհետև Լևոն Խեչոյանը ինքը ընկետին է խփել, որ փորձել է գտնի ազգի, ինչ ասեմ, ծիլը, ազգի հատիկը, թե ինչի վրա կարող է ազգը կառուցվել ու ինչա հնարավոր ոնց է հնարավոր փրկվի երկիրը, պետությունը, ճիշտ է ինքը էպոսից է սկսվում, էպոսի հետ զուգահեռներով, բայց ինքը էպոսը կողքից է, իսկ հիմնական բուն նպատակը այն ճանապարհն է, թե որով ազգը փորձում է ինքն իրան գտնի։ Դեռ երկու միտք կառանձնացնեմ, ամենակարևոր մտքերը, որ Խեչոյանը նաև Խեչոյանի գերեզմանի վրա է գրված, որ արդյոք մեղքի մեջ մեղքեր գործելով մարդը հնարավոր է անմեղ մնա։ Իրականում գերեզմանի վրա ուրիշ բան էր գրված, բայց բանը հիմնական միտքը դրանով էր իր ապրած կյանքը, բայց գերեզմանի վրա գրված էր այն ինչ որ ներսի ու դրսի խնդիրներ, որ որոշների համար դրսի դուռը դա ներսի դուռ է, իսկ ներսիների համար դա ընդհանրապես ներսի դուռ է, ոչ թե դրսի դուռ, բայց էլի նույն մհերի դռան խնդիրն է, թե արդյոք մենք պետք է քարանձավի մեջ մտնենք ու քարանձավի մեջ փորձենք այդ քարանձավը բացենք, թե հակառակը դրսում լինելով մենք մեր ներսի քարանձավը փորձենք որոնենք, բայց շատ խորացանք, ես կարող բանը շեղվեցինք, բայց կուզեմ մի փոքր Ճիլաձեից խոսես, որ հետո ես Խեչոյանով ոգևորվեմ ու նաև այսօր պատրաստել ենք մի քանի հատված ընթերցանություն, որ ավելի մենք մեր խոսքերով, մենք մեր բառերով չենք կարող ներկայացնել ոչ Ճիլաձեին, ոչ Խեչոյանին, ավելի լավ է մենք սկսենք ու արդեն ընթացքը կբերի։ Հա, իրականում ճիշտ ասես քննարկումների ժամանակ դա առանձնացվեց նաև այն, այսպես ասած, իրենց ստեղծագործել այդ մեխը, հա, այն հիմնական կետը, որի մասին մենք խոսում ենք, շարունակելով այսպես ասած կամ վերադառնալով Խեչոյանից դեպի Ճիլաձե, ինչ ես կուզեի գրքի մասին ասել, նախ այս գիրքն էլ իմ ելույթ իմ այսպես ասած ամենասիրելի գրքերից է։ Ճիլաձեն, եթե զուգահեռներ հասկացնենք, մոտ միշտ այդ բանը եղել է, ինքը ոնց որ նույնը լինի վրացիների համար, ինչ Դոստոևսկին ռուսների համար։ Ուղղակի եթե Դոստոևսկին ավելի որպես համաշխարհային, այսպես ասենք, մասշտաբի է գրել, ապա Ճիլաձեն գրում էր հենց բուն վրաց ազգի համար, ընդ որում այս գիրքը ինքը գրել է հրատարակվել 1973 թվականին, այսինքն սովետական միության ժամանակ։ Գուցե արդեն երևի այդ վերջին շրջանում, երբ մի քիչ ավելի, այսպես ասենք, այդ ստալինյան ռեպրեսիաները այլևս չկային ու որոշակի անկախականության սինդրոմներ որոշակի թույլատրվում էին։ Գիրքը նախ սկսվում է բանից, շատ հետաքրքիր է, ինքը սկսվում է մեկ, այսպես ասենք, մեկ ուրիշ կողմից, որ հունական դիցաբանությունից մենք գիտենք, հա, այդ յասոնի եւ արգոնավորտերի մասին, ովքեր գալիս են Կոլխիդա ոսկե գեղմը վերցնելու, բայց ինքը փորձում է Ճիլաձեն նախ դա ներկայացնի հակառակ տեսանկյունից, այսինքն
շատ կոպիտ եթե մենք մեր համար ապրում ենք, ոսկե գեղում մեզ մոտ էլ ինչ որ օտարականներ են եկել ու փորձում են այդ ուզես իշխանության, ուզեն, չգիտեմ, հարստության այդ սիմվոլը, այսպես ասած, գողանալ։ Ընդ որում անգամ հույները չեն թաքցնում, որ իրենք դա ի վերջո գողանում են։ Ունական դիցաբանության մեջ էլ է։ Հիմա Ճիլադեն փորձում է այդ հարցին այսպես վրացական կողմից նայի, բայց դա ավելի գեղարվեստական է, իսկ փիլիսոփայական կոմպոնենտը հենց այդ այսպես կարմիր թելի պես որ գնում է, որ գուցե շատ չի արտարծվում, բայց կարմիր թելի պես քննարկվում է, դա կորսված հայրենիքի այդ երազանքն է, այսպես ասենք, այս կամ ինչ պատմություն են ունեցել վրացիները ու ուր են իրանք այսօր հասել։ Ընդ որում դա նաև դիտարկվում է բանի մեջ, այդ ինքնության գիտակցության մեջ, այսինքն եթե անհատի մակարդակում դա դրսևորվում է պայմանական այդ այսպես ասած ով եմ ես, չգիտեմ որտեղից եմ գալիս, ուր եմ գնում, Ճիլադեն փորձում է սա մեկնաբանի կամ փորձի այս ամենի մեջ ներառի ողջ վրաց ազգին, խորանալով պատմության մեջ, փորձելով գտնել այդ այսպես ասած հավերժական հարցերի պատասխանները ազգի քաղաքական ինքնության, ազգի ապագայի, ներկայի, անցյալի, ներկայի եւ ապագայի վերաբերյալ է, քանի որ բոլորը միմյանց հետ փոխկապակցված են։ Հիմա եթե ավելի զուգահեռներ անցկացնենք, երկուսին էլ երկու վեպերում էլ ինքնաճանաչողության խնդիրն է դրված ու ինքդ քեզ ճանաչելով հայրենիքը ճանաչելու խնդիրը։ Ինչ է առանձնացել, արդյոք մենք մեր այս ամբողջ անկախության ժամանակը մեզ տրված չէր մեզ ինքներս մեզ ճանաչելու համար։ Ու արդյոք մենք կարողացանք ճանաչել ինքներս մեզ, թե մենք մնացինք այդպես էլ անճանաչելի։ Ես չեմ ուզում շատ վրացիների այդպես գովեստ անեմ, բայց պետք է ասեմ, ներող որ պետք է բանը նշեմ, որ թե ինչպես են վրացիները իրենց մեծերին մեծարում, ազգի մեծերին, նույն ձևի Ճիլադզեի հետ կապված, ինչ ամեն ինչ անում են, որ աշխարհը իրեն ճանաչի, ու ինչպես է մեր պետությունը նույն Խեչոյանի հետ կապված որևէ քայլ չի ձեռնարկում, որ Խեչոյանը դառնա համաշխարհային ճանաչելի կերպար։ Ու դրա համար էլ է զարմանալի, որ պետության վիճակը, որ մենք այսօր քննարկում ենք, շատ կախված է նաև մեծերին արժևորելու վիճակից։ Բայց կուզեմ ավելի շատ հիմա վեպերից խոսենք, ոչ թե վրացիների հետ համատականը անցկացնենք ու շատ հետաքրքիր մի հատ բան կասենք։ Երկու վեպում էլ եւ Ճելաձեի եւ բան գրում է, որ հայրենիքը առանց հայրենիք անձը որևէ ոչ մի բան է, այսինքն հայրենիքի փնտրտուքն է, հայրենիքի կապ չունի այդ կորսալ հայրենիքն է, թե իրական հայրենիքն է, ինքը հայրենիքի որոնումն է։ Ուստեղ գալիս է այն ամենամեծ մեխը, որը որ պետք է արդեն հիմակվանից մենք նոր ենք սկսում։ Ես կուզեմ մի հատված ընթերցեմ ու դրանից հետո արդեն կարգին լուրջ քննարկումը անենք։ Ուրեմն սկսում եմ հատվածը իմ ամենասիրած ետնա Լևոնիել։ Խեչոյանը դասախոսություն։ Խեչոյանը դասախոսություն, որպես դասախոսի կերպարով դասախոսությունը կարդում, ինքը նշում է. ասում եք դուք առաջին պատերազմին մասնակցել եք։ Ասողներ ասում են, ես էլ եմ հավատում։ Պարզապես դուք հավաքագրող եք եղել, երիտասարդներին սրբազան իդեալներով թակարդն եք գցել, մղելով նրանց մահվան։ Դա մեղադրում էր Խեչոյանին, Խեչոյանն ասելով, Խեչոյանի կերպարին, ուսանողներից մեկը։ Ուստեղ ամենադաժան հատվածն է, որ Խեչոյանը կամ նույն դասախոսը ապացուցելու համար հակառակ տեսակետը, իդեպ հակառակ ուսանողը, որը որ հանդես է գալիս այդ կոսմոպոլիտիզմի, որ մարդկային ազատությունների, դեմոկրատիայի բանով, իրան իր հանդիմանությունը անունը Վիկտոր էր, իբր թե կեղծ ազատական։ Իսկ Խեչոյանի ամենամեծ ցավը գիտեք որն էր, որ ինքը ասում է արձակել եմ վերնաշապիկիս կոճակները, օրտի տակից մինչև աջ պտուկը կայծակի պես անցնում է շուրալած կապտավուն փայլուն սպին։ Ու ինքը ինչն էր ամենամեծ ցավը ապրում, որ ինքը որևէ մեկին ապացուցելու համար ինքը ստիպված էր իր
սպիները ցույց տալ, որ ես իրականում պատերազմի մասնակից եմ, ես ինչ ասեմ, ես իմ կյանքը զոհողության եմ դրել հայրենիքի համար։ Այս վիճաբանությունը այսօր էլ կա Հայաստանի, որ այն մարդիկ, ովքեր Արցախի համար ամեն ինչ դրել են, հիմա ստիպված են ապացուցելու որոշ, այսպես ասած, լակոտների, թե այդ շարժումը ինչ էր ու այդ մեր պետությունը ինչի վրա էր հիմնված, պետության ամեն ինչը։ Մի հատ հետ ասը, այդ հատվածն եք արտամ շարունակությունը։ Եվ այս բանը մարդու ազատությունը ավելի կարևոր է, բարձր արժեք է, քան պետության անվտանգությունը։ Այսի այդ բանն է հանգում, որ իրականում հիմա կայել, ասինքն մարդը ազատ լինի, դեմոկրատ լինի, խորհրդածոտ ուտի, բանան իր համար ավելի կարևոր է, քան թե մարդու անվտանգությունը ու արժանապատվությունը, գաղափարը, հայրենիքը, ամեն ինչ։ Ու սրանա գալիս։ Ու եթե ելի համատություն ենք անում, զուգահեռներ ենք անում, ցավոք սրտի ի տարբերություն վրացիների, մենք հիմա այս կողմն ենք, իսկ վրացիք ինչի են այսօր կարողանում ավելի պինդ դիրքերից խոսան, որովհետև իրանք այս որկորը չընտրեցին, իրանք այլ ընտրություն կատարեցին ու այն ազգերը, որոնք որ որկորը չեն ընտրում, իրանք լրիվ զրկանք, իրանք կարողանում են դուրս գալ այդ վիճակից, իսկ այն ազգերը, ովքեր որկորն են բանանում, սամոքսի մասին են մտածում, իրանք լրիվ այլ վիճակների մեջ են հայտնվում։ Նա դու շարունակեմ։ Այս մասով երկու, այսպես ասած, հավելում եթե գալի։ Նախ դու ասացիր, որ այն մարդիկ, ովքեր պատերազմին պատրաստ են եղել տան ամեն ինչ, ընդհանուր իրենց կյանքը, հա, որովհետև բոլոր ցանկացած մարդ որ գնաց 90-ականներին, ասենք 44 հետ կամ հետագայում կամավոր պատերազմի, այդ մարդը հասկացել է, որ ինքը իր կյանքը դնում է զոհասեղանին։ Հիմա թե բախտն է բերել, թե նախախնամությունը կամ այլ կերպ անվանենք, որ ինքը վերադարձել է, դա հարցի մյուս կողմն է, բայց հիմա այդ մարդիկ դուրսից պետք է ապացուցեն, ես անգամ կասեմ ոչ միայն ապացուցեն, այլ պետք է արդարանան, որովհետև իրենց հասցեին ոչ թե հնչում է, այսպես ասենք, ինչ որ կառուցողական քննադատություն կամ երկխոսություն, որը էլի աբսուրդի ժանրից է, բայց այլ հնչում է թիրախավորված մեղադրանք։ Դուք ինչի եք ձեր կյանքը, ձեր ամեն ինչը զոհաբերել, անգամ զոհվածների ծնողների հանդեպ է դա երևում, պատերազմում հա կամավոր գնացած կամ շո հերոսական բաներում աչքի ընկած այդ զինվորականների կամ մյուսների նկատմամբ այդ շատ խիստ մեղադրական վերաբերմունք է, ու այս հատվածը որ դու կարդացիր, երբ ինքը վերնաշապիկը բացում է, հետո Խեչյանի հերոսը մի շատ հետաքրքիր դիտարկում եմ ասում, այդ պայն իմ մարմնի մեջով սարսում բան, դող անցավ, ինձ թվաց մրսում եմ, բայց հետո հասկացա, որ իմ մեջի առյուծը արդեն մահացել է։ Այսինքն ինքը հենց այդ վերնաշապիկը հանելու պահին ենթագիտակցորեն հասկացա, որ ինքը տրվել է այդ մեղադրանք, այդ մեղադրանքին ու արդարանում է։ Հա, բայց նա էլ չի հավատում, հենց հետո էլ ինքը չի հավատում։ Այդ այսինքն հիմա ինչ էլ անեն մարդիկ, որ ասեն մենք ամբողջ հայ ժողովուրդը այս 30 տարվա ընթացքում այդ զրկանքներ ա կրել, որ ունենանք մի հատ մեծ բան, հիմա դնում են ասում են, դա դերի ոչ մի բան էր։ Ոնց որ էլի եթե զուգահեռ անցկացնենք, հանուն ոչինչի է։ Դաժե էլի այլ ավելի, այսպես ասած, ուրճացնեմ, ոչ թե հանուն ոչինչի է կամ ոչ մի բան էր, այլ սխալ էր։ Դա ավելի ոչ թե զրոյական, այլ բացասական երանգ է։ Այո, այսինքն ինչ արել եք, սխալ եք արել։ 30 տարի Հայաստանի վզին թոկն եք պահել, այսպես ասած, կապած, դա արդեն ուղղակիորեն նշանակում է, որ այդ ողջ բոլոր զոհված մարդկանց 88 թվականից կամ 91 թվականից ասած բոլոր զոհվածների պատասխանատվությունը բարձվում է այդ մարդկանց վրա, ովքեր հանուն այդ գաղափարի ապրել են, գործունեություն են ծավալել, չգիտեմ, եղել են այսպես ասած առաջնագծում այդ պայքարի։ Մի հատ դու Ճիլաձեից վերադառնանք Ճիլաձեն, միջելից մինչ այդ կարդալը դու շատ ճիշտ նշեցիր, որ Վրաստանում այսպես ասած այդ իրենց մեծերին արժևորում են, ու նա հենց ենթադրում որ դրա վկայությունը նաև այնա որ օրինակ Ճիլաձեի գիրքը հայերեն թարգմանված է, բայց Լևոն Խեչյանի գիրքը վրացերեն թարգմանված չի։ Եվ ոչ մի լեզվով։ Եթե սրանել անդրադառնանք, քեզ ուրիշ բան ասեմ։ Նույն վրացիները տարեկան 2-ից 20 միլիոն դոլար ծախսում են իրենց ազգային գրականությունը օտար երկրներում թարգմանելու եւ տարածելու համար, թարգմանելու այդ բուկֆեստի աշխարհում որևէ բուկֆեստ չկա, որ վրացիները իրենց գրականությունը խոսել ենք որ Վրաստանում այդ գրքերից գրքերը հարկել են ազատ։ Իսկ մեր մոտ Հայաստանում էս
սարսափելի բան է, այսինքն կատարվում, որ քո ունեցած մշակույթը, քո ունեցած ինչ ասեմ, ամենաբարձրաժեք բանը ամեն այսինքն հոգևոր բրենդը դու չես կարողանում աշխարհին մատուցել ու հակառակը դու կարաս միլիարդավոր դոլարներ կամ միլիոնավոր դոլարներ ծախսես բանի համերգներ կազմակերպելու վրա, բայց դու քո գերականությունը տարածելու որ որևէ կոպեկ դու չես ծախսում։ Էսա կայտարակությունը, որ դու ինչ ես անում ու գացա տարբեր մարդկանց բաների վրա ուսերին, թե իրենք ոնց կարող են Խեչուանին ներկայացնել ամբողջ աշխարհում։ Դե բայց առանձին անհատների համար դա շատ դժվար է։ Ու համարյա անհնար։ Այմիջալոց, գիտես ով է թարգմանել այս գործը վրացանից հայերեն։ Թարգմանել է Թիֆլիսահայ գրող Անահիտ Բոստանջյանը, որ իմ խորին համոզմամբ երևի վերջին մտավորականն է, ասեմ, Թիֆլիսահայության վերջին մտավորականն է, որովհետև իր ժառանգությունը ուղղակի անգնահատելի է։ Բայց ինչպես դու ես նշում, էլի դա մնում է առանձին անհատների հույսին։ Ես Ճիլաձեից մի հատ այս հատվածն է առանձնացրել, հենց ոնց նշեցի արդեն, որ ինքը խոսում է այդ կորսված հայրենիքի մասին, ու սա երևի թե հենց այդ խտացումն է այդ մտքի։ Հայրենիք ասում էր Դեդալոսը, բոլորը հայրենիք են փնտրում։ Չէ՞ որ մենք մեր կյանքը սկսում ենք ապրել կուրորեն ու միամտորեն, իսկ հետո երբ սկսում ենք գիտակցել, խորհել, երբ վերջնականապես բացում ենք մեր աչքերը, այլևս չենք հասկանում այդ կյանքը։ Վախենում ենք դրանից եւ հայրենիքը հիշում միայն այն ժամանակ, միայն այդ ժամանակ։ Սակայն երբ վերադառնալ անհնար է այլևս։ Քանի որ մենք արդեն չենք հիշում, թե որտեղ սկսվեց անսկիզբ ու անverջ ընդհանուր կյանքին մերված մեր կյանքը։ Սա հենց մոտավորապես նույն Վիկտորի եւ դասախոսի զրույցն է, այսինքն երիտասարդ տարիքում դու դեռ չես հասկանում, թե ինչու եւ ոնց, որտեղից ես հայտնվել կամ ինչու դու պետք է ասենք այդ դու դեռ տոգորված ես, այսպես ասած, այդ կոսմոպոլիտ, հա, արժեքներով, մարդվածություն, դեմոկրատիա, հետո շո մի պահի հասկանում ես, որ առանց արմատներին կպնելու աճը հնարավոր չի։ Առանց ծիլը, որ սնուցելու, որ դնում ես ծիլը դրված է, ինքը առանց դրա դու չես կարող, առանց հետ գնալու հնարավոր չի։ Ահա, առանց անցյալի, այսինքն չկա ապագա։ Ու շարունակում է Ճիլաձեն, եւ ահա մոլորվում ենք կենաց ուղիներում անverջ դեգերելուց եւ ոչ թե մեր ցանկությամբ ենք շարժվում, այլ շարժման անհրաժեշտությունն է մեզ առաջ քշում ու ենթարկում իր կամքին։ Իսկ շարժման անհրաժեշտությունը ծնվում է վախի ու անզորության, ծնում է վախի ու անզորության սերմ եւ հենց դա էլ կոչվում է հույս։ Ես չեմ ուզում հույսի մասին շարունակեմ, որովհետեւ ինձ թվում է հույսի մասին մենք մի հատ առանձին, այսպես ասած, հիմա արի տարբերություններից խոսենք, որովհետեւ հիմա Ճիլաձեի մոտ ինքը sense կարմիր թելիպես անցնում է, որ ամեն ինչ կանխորոշված է։ Հա, իմիջիալոց ինքը ֆատալիզմը ինքը ամբողջությամբ ապանում, բայց Խեչոյանի մոտ ինքը այդ ամեն ինչ կանխորոշվածության խնդիր չունի։ Կարող է ինչ-որ զուգահեռներ դատապարտվածության խնդիր կա, բայց ամեն ինչ կանխորոշվածության չկա։ Ինքը ասում է, եթե դու ծիլը դնում ես ու ծնուցում ես այդ ծիլը, քո գործողությունները կարող են ինչ-որ արդյունք տալ, կամ փակվելը, կամ բացվելը, կամ ինքնաճանաչողությունը։ Էսա հետաքրքիր ձևի, էսա տարբերությունը, որովհետև այդ ֆատալիզմը մի փոքր եւ լավ է եւ վատ է, ասենց ասեմ, որովհետև քո գործողությունների բաննա սահմանափակում, որովհետև եթե առանցին դամեջ կարող էլ ինչի որևէ ակտիվ քայլ արենք։ Դրա համար ես ավելի հակված եմ Խեչոյանի տեսակին, որովհետև Խեչոյանի տեսակն էլ էր, որ ինքը լինելով էլի հայտնի գրող, ճանաչված գրող, ինքը չասեց, որ ես իմ ճանաչվածությունը պետքա դողամ իմ ճանաչվածության վրա, ինքը իր կյանքով էլ ապացուցեց, ինքը գնաց պատերազմի մասնակցելու, որ կարող հանգիստ իր գրողական փառքը վրան հակները բանաներ, հակներ ու ինքը ասել ես ամբողջ ազգով ինքը ինչ արեց։ Դե հետո էլ արելով հայտնի գրող, ամեն ինչ մասնակից է համեստություն այսպես ասած։ Եվ հանցնեց իր մեդալները եւ ինքը պայքարեց, ինքը այդ տեսակն էր, ոչ թե այսինքն մարդը ոչ թե պետք է ասի ես ինչ որ բան արել եմ իմ երկրի համար ու երկիրը պարտական է, ինքը մինչև կյանքի վերջ ինքը պայքարեց այդ։ Ու երբեք ոչ մի բան նի պատասխանեց, որ չակնկալեց, որևէ բան չակնկալեց։
հիմա էլ որ էլի մի փոքր ավելի շերվենք թեմայից, մարդիկ որ որևէ բան են արել։ Հիմա մի հատ շտանգային բարձրացրի կամ բոքսի բաները, հիմա իրանք նենց են ներկայանում, որ ազգի իրենց պարտականը ու իրենք պետքա բոնուսներ տա։ Մարդիկ իրականում որ ամեն ինչ արել են, այդ առումով գիտես ինչ հիշեցի, մի անգամ Լևոն Արոնյանը հարցազրույց էր տվել, դե բոլորը գիտեն, հա, որ ինքը այդպես մամանն է ներկայացնում, որոշակի խնդիրներ ա ունեցել մեր կրթության սպորտի մշակույթի նախարարության հետ ու ուրեմն ինքը ասում է տեղափոխությունից 18 թվականից հետո նոր պաշտոնյաներ են նշանակվել առանց անուններ տալու, եկել ասել պաշտոններից մեկը եկել է, ինչ-որ երիտասարդ երևի ենթադրում եմ առանց ինչ-որ կենսագրության, ասում եմ, չէ, ծնվել է դպրոցա գնացել, դարել է փոխնախարար կամ նախարար, բոլորն են։ Մոտարպես այդ գծի մեջ ունեցավ ինչ-որ մեկը ու փռացել է Լևոն Արոնյանը ասել է դուք գիտեք ես այս երկրի համար ինչեր եմ արել։ Հիմայամ վերադառնալով քո ասածին, ես միանշանակ համաձայն եմ, որ պետք չի տրվել ֆատալիզմին ու Խեչոյանի այսպես ասած այդ փիլիսոփայությունը ինչ-որ ավելի հոգեհարազատ է ու միանշանակ համաձայն եմ այդ, բայց Ճիլաձեի մոտ, գիտես ոնց, ոչ թե 100% ամս ֆատալիզմը, այլ երբեմն երբ այսպես ասած ինքը ինչ-որ մի բան ձեռնարկում է կամ ոչ անձնապես ինքը, այլ պատմությունն ինքը ուսումնասիրված ազգի տեղ ունեցածները, այդ հուսահատությունն է գալի։ Տես մենք այս այսպես ասած տեքստը ավարտեցի հենց հույսի վրա, որովհետև այնտեղ ինքը արդեն ներկայացնում է, որ երբ դու այսպես ասած բոլոր հնարավոր քայլերն արել ես ու չես ստացել քո ցանկալի արդյունքը, դու ստիպված, այսպես ուղղի պաշտպանական մեխանիզմ է, հա, տրվում ես ֆատալիզմին, որ դե ես առավելագույնը փորձի, բայց ամեն ինչ արդեն կանխորոշված էր, ու քեզ մնում է ընդամենը մի հատ փրկողակ, դա հույսն է։ Այդ հույսի թեմաների բանը Էլի ասում եմ, այլ չեմ ուզում անենք, որովհետև դա բայց դեռ մի բան էլ մեջ բերում էլ անեմ, Խեչոյանն շատ ասում է կան այնպիսի ջրորներ, որոնք իրենց խմում են։ Այսինքն դու էլ կարաս ինքդ քեզնով աղբյուր դառնաս, դու էլ կարաս ստեղծես ու մի օր եթե ժամանակ լինի կամ եթե հնարավոր մենք արի մեր էպոսից էլ խոսենք, որտեղ մենք մահերին ընդհանրապես չանդրադարձանք, դու այդ մահերի կերպարը, այսինքն մեր մեծերը ոնց են նեղանում, իրանք փակվում են իրենց մեջ, իրանք դրանով ինչը էդ էլ լուծում։ Հիմա արդյոք եթե հիմա սենց ասեմ, դաժան բան ասեմ, մինչև բանը եթերը սկսել է, եթե ինչ ենք անելու մենք, հիմա չգիտեմ կարող ենք խոսալ, եթե մեր իրականում Հայաստանում ազգային արժանապատվության վրա հիմնված պետությունը, ինքնասիրության կամ արժեքների վրա, այդ արժեքները զրոյացվեն, ջնջվեն ու այն ուժերը, որոնք կրում են, իրանք ոչնչացվեն։ Այդ հարցի պատասխանը ես դեռևս չունեմ։ Դա նույն կոսմոպոլիտիզմն է, նույն մենք որ առանց անցյալը որ ամբողջ ազգը ցեղասպանության օրը խորոված է։ Ես ինչ եմ անելու։ Կամ ազգի այն մասը, որը որ տեսանելի մասը։ Կամ այս արդեն ֆատալիզմին տանող հուսահատություն է։ Հուսահատություն չեմ անում, այսինքն իմ քայլը կամ քո քայլը ինչ եմ անում։ Մենք մահերի պես հավենք մեր տները ու բոլորը։ Այդ նույն թեման նաև Ճիլաձեի մոտ կա։ Մենք ստա նոր հիշեցրեցի։ Ինքը մի հատ առանձնահատուկ այսպես ասած թեմանից որ քննարկում էր, հենց այդ մարդու մենակությունն է ուրիշների մեջ։ Այսինքն այդ ներքին մեկուսացում երևի, հա, տենց ամենենք, այսինքն արտաքնապես թվում է թե կողքը մարդիկ կան, ինչ որ այդ շարժը բան, բայց մարդ իրան մենակ է զգում։ Դա նույն մհերն է, այսպես ասած, մհերի պատմությունը, որովհետև այդ փակվելն էլ է ինքնապաշտպանական էլի ռեակցիա է, որը էլի կարագա հուսահատությունից, կարագա ֆատալիզմից, կարագա չգիտեմ, այսպես փորձելու եւ ձախողվելու հետևանքում մի քանի անգամ, որովհետեւ ցանկացած այսպես ասած մարդ կամ մարդկանց խումբ ինչ որ լիմիտ ունի այդ փորձերի։ Դու չես կարող 10 անգամ, 100 անգամ, 1000 անգամ նույն բանը անել ու ձախողել։ Իսկ եթե Վիկտորին վերադառնանք, ինքը Վիկտորը երկխոսության է, ինքը սնուցում է։ Հիմա արդյոք այդ երկխոսության մեջ մտնելով, այսպես ասած, այդ սնուցելը օրակարգը մենք որ սկսում ենք հետները բան անենք զուգահեռներ անցկացնենք երկու իրականության երկու Հայաստանների միջև, մեկը որ
ունի գրաված հողեր, ունի գրաված կամ ազատագրված։ Չէ, մեր գրաված հողերը, մեր գրաված հողերը Ադրբեջանի կողմից, որ ունի ռազմագերիներ, ունի ազգային հարյուրավոր հարցեր, ունի ոչնչացող մշակութային ժառանգություն, ոչնչացվող։ Հիմա իսկ այն մյուս կողմը անդարտ անցավ, այսինքն ստի վրա հիմնված, այսինքն հիմա արդյոք իրանց ձեռնտու չի, որ մեր հետ բանավեճի մտնեն ու իրանք մենք պաշտպանողի դերում լինենք ու արդարանանք, թե ինչի էս ենթադրենք մեր գերեզմաններից խոսում կամ մեր այն դիպուղար աղջիկների կամ կտրտված մարմինների մասին ադրբեջանցիների կողմից խոսում։ Այսինքն իրանք այդ են ուզում, մեզ դրդում են այդ երկխոսությանը։ Իրանք անգամ այդ մեղադրանքները հնչեցնում են։ Հիմա ուրիշ բան թե ով որքանով է փորձում արդարանալ կամ պատասխանել դրանց, բայց այդ մեղադրանքները միշտ էլ կան։ Կամ ես հիմա չգիտեմ, կարող է հագվել ավելի ճիշտ է, այդ եմ ասում, չսնուցելը, այդ ներ ընդհանրապես երկխոսության չմտնելը։ Դե դա կարող է ճիշտ լինել որոշակի հանգամանքներում, բայց այդտեղ ուրիշ հարց է գալիս, թե դու փակվում ես, դու մեկուսանում ես ու այդ որոշ ոնց ասում, կան աղբյուրներ, որոնք իրենց սնուցում են, հա։ Դու դադարում ես սնուցել ուրիշներին։ Իսկ դա նշանակում է իրենց հաղթանակը։ Դա նշանակում է, որ իրենց թեզերը գերիշխող դարձան։ Դաշտը, այսպես ասած, ուզես տեղեկատվական դաշտ անվանենք, ուզենք ընդհանուր պետական գաղափարախոսություն անվանենք, ազգի ինչ որ բարոյահոգեբանական բան նշակետեր անվանենք, այդ կետերում կանգնեցվելու են իրենց թեզերը։ Այսինքն էլի գալիս ենք նրան, որ փակվելը, բայց այո, մենք պայքարը, չէ՞, մենք ադուրան պայքարում էր, բայց վերջում ինքը վերջին վեպն էր, ինքը վերջին էդի լուծումը գտավ։ Ես օրինակ այստեղ գիտես ինչ զուգահեռներ կանցկացնեմ Ջեք Լոնդոնի Մարտին Իդենի հետ։ Դա ինքնակենսագրություն է, բայց օրինակ ստեղծագործության մեջ հերոսը վերջում ինքնասպան է լինում։ Բայց Ջեք Լոնդոնը ինքնասպան չեղավ։ Այսինքն ինքը ցույց տվեց ողջ այդ իր կայացումը մարդկանց վերաբերմունքը իր հանդեպ, երբ ինքը դեռ աղքատ էր, դեռ բան նավաստի էր նավի վրա, բան, հետո երբ ինքը հայտնի գրող դարձավ, իր հանդեպ ոնց սկսեցին եւ հարստացավ, Այսինքն այն ինչ այսպես ասած այդ բանը, հա Յունգյան ստվերը քո մեջ ուզում է գրողները հենց այդ հնարավորություն են, իրենք փորձում են դա հաղորդել հերոսին, որպեսզի իրենց դրական կողմը ազատվի այդ պարտավորությունից։ Հնարավորաբար Քաչյանը գրել էր փակվելու մասին, որ ինքը չփակվեր։ Հա, որ չփակվեր, իհարկե։ Որպեսզի այն իր այդ այսպես ասած մութ կողմը, որ իրան տանում էր դեպի փակման, այսպես ազատվի ինքը դրանից, ասի հանձնի գրքին, հանձնի գրչին, հերոսին է ճակատագիրը։ Դե մենք էլ ինչ ասեմ, մենք դրական նոտայի վրա չփակվենք ու հույս ունենանք, որ այսպես ասած դիկտորները, որոնք պայմանական անունենք որպես բացական հաղթանակ չտանեն այն ծիլի վրա, ազգի ծիլի վրա, որը որ ինքը ծառա դառնալու, բույսա դառնալու ու ամբողջ այդ ստվերի տակ կարող են լիքը սերունդներ դաստիարակել։ Համաձայն եմ։ Շնորհակալություն։ Հաջողություն։